ուզում եմ իմ բոլոր հայրենակիցներին հրավիրել Վարդենիս, որովհետև նախ սա իմ ծննդավայրն է, ես այստեղ եմ ծնվել եւ շատ բան եմ այստեղ սովորել, դրա համար կարողացել եմ այս դժվար ուղին հաղթահարել եւ հասնել այս հաջողությանը։ Ու բացի այդ էլ շատ բան կա դեռ տեսնելով Վարդենիսում, որ իմ հայրենակիցները դեռ տեղյակ չեն երևի Վարդենիսից։ Չբացահայտված Հայաստանի նկարնող խումբը Վարդենիսում է։ Սա մեզ համար խիստ կարևոր կանգառ է, քանի որ հատկապես սահմանամերձ համայնքների հոգևոր մշակութային ժառանգության ուսումնասիրումն ու արձանագրումը եւ ամենակարևորը պաշտպանությունը պետք է լինի բոլորիս խնդիրը։ Հնագույն այս բնակավայրը, որ ժամանակին եղել է պատմական Հայաստանի կենտրոնում, այժմ սահմանամերձ է եւ տեղացիները գիտեն, որ իրենք ոչ միայն Հայաստանի քաղաքացի են, ոչ միայն քաղաքի բնակիչ, այլ նաեւ զինվոր։ Վարդենիսը իրականում դարձել է մեր դարպասը, եթե ամեն մարդ իր վրա պարտավորություն վերցնի, ամեն մարդ տվյալ իր ծննդավայրում բնակվի եւ ել ավելի բազմանանք շատանանք այդ մարդիկ, երբեք Վարդենիսը միանշանակ հայաստանյան դարպասն է, բայց դա ավելի է մեզ պարտավորեցնում, որ մենք այստեղ ապրենք, աշխատենք, արարենք։ Ապրել, աշխատել, արարել Վարդենիսում եւ միայն Վարդենիսում։ Հայաստանի Հանրապետության դարպասն է, ասում է մեր զրուցակիցը մեկ գավաթ սուրճի շուրջ։ Հայրենասիրությունը սկսվում է Հայաստանի սահմաններից, ճիշտ է։ Հայրենասեր լինելը չի նշանակում մենակ նախ փառք մեր բոլոր զինվորներին, մեր կռվող տղաներին, մեր հայոց բանակին փառք, բայց հայրենասիրությունը մենակ սահմանում կանգնելը չէ, այլ հայրենասիրությունը սահմանամերձ համայնքում աշխատել, արարելը, հենց հայրենասիրությունը հենց նաև այդտեղից է սկսվում։ Հավելում, միայն սահմանների ու սահմանամերձ բնակավայրերում ուժեղանալով եւ հզորանալով կարող ենք ամուր պահել Հայաստան աշխարհը։ Վարդենիսի այցեկարտը հիմա տարբեր շատ առանձնահատկություններ ունի Վարդենիսը, բայց կոնկրետ ես որպես աստվածապաշտ մարդ, կոնկրետ հենց այն մեր մեծանուն հայերը, ովքեր որ Վարդենիս համայնքում չեն եղել, հենց առաջի իսկ այցից եկեղեցին մեր։ Իմ կարծիքով, եթե քաղաքը վերցնենք Վարդենիսի, այս այցեկարները պես Աստվածածին եկեղեցին են։ Մեր հաջորդ կարևոր կանգառը Վարդենիսի հոգևոր կենտրոնում է։ Կիրակնորյա պատարակներով եւ աստվածահաճո ժամերգություններով այստեղ են Աստծուց խաղաղություն խնդրում վարդենիսցիները։ Այստեղ է ապրելու ճշմարիտ ուղին, որը հոգևորականը բացահայտում է մեզ համար, օրհնում համայնքը եւ Հայաստանը։ Մենք պիտի առավել գիտակից կյանք ապրենք։ Այսինքն մենք մեր կյանքի բարձրագույն արժեքը պիտի հասկանանք, իմաստը, որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում։ Սա մենք պիտի հասկանանք։ Եկեղեցու շատ սրբեր, շատ հայրեր ասում են, որ դու քո մահվան օրը պիտի հիշես, չմոռանաս դրա մասը։ Այսինքն, եթե այս միտքը ունենան բոլոր մարդիկ, իրենց կյանքը առավել կարժևորեն, առավել գիտակցաբար կապրեն։ Եվ սրանից կբխի ավելի ճիշտ կյանք, եթե այս բառը օգտագործենք։ Այսինքն, եթե մարդը հիշի, որ այս աշխարհում ժամանակավոր է, շատ նյութական արժեքներ իր համար կդառնան երկրորդական եւ շատ հոգեվոր արժեքներ կդառնան առաջին։ Ծովակ բնակավայրում ենք։ Վարդենիս խոշորացված համայնքի հոգին ու սիրտն այս փոքրիկ գյուղն է, որը բոլորին կարող է զարմասել իր անհավանական խոհանոցով։ Ամբողջ Հայաստանում գիտեն այս շրջանի կարտոֆիլի համը։ Շատերը շուկաներում հատուկ հենց Վարդենիսի կարտոֆիլ են փնտրում։ Բայց քչերը գիտեն, թե որքան համեղ է փուռը։ Այո,
հենց փուռ է կոչվում այս ուտեստը, որը տեղաբնակները պատրաստում են հողից հանած վերջին կարտոֆիլներով։ Ջուրը իրականում առանձնահատուկ է, եթե իմ կարծիքով առաջինն է Հայաստանում, բայց սննդամթերքի հետ կապված Վարդենիսում կոնկրետ ուտելիքի սննդամթերքի հետ կապված հիմնականում 90% բնական է։ Իսկ ահա շրջանի ակունք բնակավայրում կարելի է բացահայտել հայկական պանրի արտադրության գաղտնիքները եւ վայելել պանրի անհավանական տեսականի։ Այդ գաղտնիքներին տիրապետում են մեր հաջորդ կանգառում։ Միայն կադրերով կարող ենք հասկանալ, թե որքան համեղ եւ ախորժելի այն։ Հաջողվեց նաեւ փորձել։ Դուք էլ այդ բախտը կունենաք, երբ մեզ նման ճանապարհ ընկնեք բացահայտելու Հայաստանը։ Կարճախփյուր գետի ափին է բազմել Մաքենիս բնակավայրը։ Սա չբացահայտված Հայաստանի մեծագույն բացահայտումն է։ Հիմա կհասկանաք, թե ինչու։ Այստեղ է գտնվում Մաքենյաց վանքը, որը այս հաղորդումից հետո դառնալու է յուրաքանչյուր զբոսաշրջիկի ամենակարևոր այցեվայրը։ Եկեղեցին ըստ պատմական Դիվան հայ վիպագրության գրքի եկեղեցին եղել է 7-րդ դարի կառույց։ Եկեղեցին ունեցել է բազմաթիվ հարստություն, թե հոգևոր, թե եկեղեցական հարստություններ է ունեցել, որը թալանվել է մոնղոլ թաթար Լենգ Թեմուրի արշավանքների հետևանքով։ Եկեղեցին գմբեթից կախված է եղել ոսկե սկուտեղով, խնձոր, թուխսը իր ճտերով, սակայն այդ ամենը ըստ պատմության տվյալների թալանվել է մոնղոլ Լենգ Թեմուրի արշավանքների հետևանքով։ Իր գոյության ողջ ընթացքում վանքը մշտապես հայտնվել է թշնամու թիրախում, սակայն Աստծո նախախնամությամբ կանգուն է մնացել եւ տեղացիները վանքը համարում են հավատի անսասանության խորհրդանիշ եւ հորդորում այցելել բոլոր նրանց, ովքեր որևէ հարցի շուրջ երկմտանք ունեն։ Ասում են այստեղ Աստված մարդուն ճշմարիտ ուղու վրա է դնում։ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզի բնակիչները, համայնքների բնակիչները, թեկուզ են Երևան քաղաքի բնակիչները մարդիկա կարող Մաքենյաց վանքի մասին չիմանան, բայց ես շատ կուզենայի, որպեսզի բոլորն այցելեն, հենց կոնկրետ մեր Մաքենյաց վանքը տեսնեն, թե ինչ է Իրանից ներկայացնում իր առանձնահատկություններով հանդերձ։ Դե ինչ, հիմա գիտեք ուր գնալ։ Եկեք մեր հաղորդման հետքերով բացահայտելու չբացահայտված Հայաստանի ամենաաստեցիկ վայրերը։